Հայաստանի տարածքով ադրբեջանցիների մուտքի և ելքի բեռնափոխադրումների համար հայկական կողմը պարտավորվել է, որ անվտանգային երաշխիքներ կտա, իսկ ահա խորհրդարանական ընդդիմադիրները, փորձագիտական և քաղաքագիտական համայնքը, կարելի ասել այդպես էլ իշխանություններից հստակ պատասխան տեղեկություն չեն կարողանում ստանալ Հայաստանի քաղաքացիների բեռնափոխադրումների համար։ Ադրբեջանական կողմը անվտանգային երաշխիքներ տալիս է։ Ինչ վերաբերում է հրիպի այսպես ասած իրականացմանը, կամ կենսագործմանը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Ադրբեջանի տարածքում անվտանգային երաշխիքների անխոչնդոտ տարածման իրավունքի ապահովում Ադրբեջանը նույն պայմանները, ինչ որ մենք ենք առաջարկում ադրբեջանական քաղաքացիների համար, չի ապահովելու։ Ադրբեջանն ունի ստորագրված բազմաթիվ միջազգային պայմանագրեր, որոնք վերաբերում են էթնիկ եւ ազգային փոքրամասնություններին։ Որքանով են այդ իրավունքները երաշխավորված եւ ապահովված Ադրբեջանում։ Ժողովրդագրության ցուցանիշները բացասական են։ Օրինակ, ցուցանիշների թվականակի հետ կապված նրանց տրամադրված իրավունքների, լեզգիների, թաթերի, մեր հայերիս Ադրբեջանում Արցախի բնակչության համար ադրբեջանական սահմանադրության որպես ադրբեջանի քաղաքացիների։ Բայց ինքները տեսակ թե ինչպիսին են այդպիսի անվտանգության երաշխիքները։ Քաղաքագետ Բալյանի ձևակերպմամբ Սյունիքով անցնող կառուցվելիք ճանապարհը թրիփ ուղին նախատեսված է բացառապես ադրբեջանական բեռների տարանցման համար։ Ընդհանրապես, ըստ իրավագետ սահմանադրագետների, եթե Հայաստանը թույլ է տվել, որ օրինակ Եվրամիությունը դիտորդական առաքելություն իրականացնի Հայաստանի տարածքում, դա արդեն Հայաստանի սուվերենության սահմանափակում է։ Հայաստանը պարզව որոշակի սուվերենությունը սահմանափակում է տարածքի վրա, քանի որ այլ պետություններ կամ պետություններ են մասնակցում Միացյալ Նահանգները, բայց պետությունները դա անընդհատ անում են, միշտ առևտրային շրջանառության համար։ Թրիփ նախագծին վարդագույն ակնոցներով նայողները, այդ թվում իշխանական թևը, համարում են, որ թրիփը ունի մի քանի շերտ։ Հայաստանը Ադրբեջանի տարածքով կկապի Հայաստանին, նկատի ունեն Նախիջևանի տարածքով երասխից հնարավոր կլինի գնալ Մեղրի։ Նախնական նախագծով 3 ճանապարհի մասին խոսքը, երկաթուղային կասնի Մեղրի հատվածում, եւս 2 ճանապարհ, մեկը երասխի հատվածում դեպի Սադարակ, մյուսը Սիսիանի տարածքով, Գորի Սիսիանով անցնում է Անգելակոթով նախկին ճանապարհը, որ գնում է դեպի Նախիջևանի բացաբաց։ 3 ճանապարհների շահագործումն էլ Ադրբեջանը իր համար ծրագրային է համարել պատերազմից անմիջապես հետո։ Ըստ վերլուծաբանների, եթե նոյեմբերի 9-ի պայմանագրով նախատեսվում էր տարածաշրջանային տրանսպորտային հանգույցների ապաշրջափակում, ապա Վաշինգտոնյան նախաստորագրված իրավաբանական ուժ չունեցող փաստաթղթով նման պահանջ ընդհանրապես չկա։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։